Մեր տանը լռությունը միշտ էլ ծանր է եղել, բայց այն առանձնահատուկ կերպով սկսում էր ճնշել հենց այն վայրկյանին, երբ մարում էր վերջին լույսը։ Արմենի հետ մենք ապրել ենք 12 տարի։ 12 տարի կողք կողքի, նույն հացը կիսելով, նույն հոգսերով տապակվելով, բայց այն, ինչ կատարվում էր մեր ննջասենյակում լույսերը հանգցնելուց հետո, ինձ ստիպում էր մտածել, որ ես այդ մարդուն ընդհանրապես չեմ ճանաչում։ Ամեն ինչ սկսվեց մոտ 2 տարի առաջ։ Մինչ այդ մենք սովորական զույգ էինք, իրենց վերելքներով ու վայրեջքներով։ Արմենը լուռ, աշխատասեր մարդ էր, միջիչ փակ, բայց հոգատար։ Սակայն մի գիշեր, երբ ես արդեն պատրաստվում էի քնել ու մթությունը պատել էր սենյակը, նա շրջվեց իմ կողմն ու շշնջաց. «Մարիամ, մի քնիր, խնդրում եմ, պատմիր ինձ քո մասին»։ Ես ծիծաղեցի, ասացի. «Արմեն, 10 տարի է միասին ենք, էլ ինչ պատմեմ»։ Բայց նրա ձայնի մեջ մի այնպիսի սարսուռ կար, որ ես լռեցի։ Նա չէր ուզում լսել իմ օրվա մասին, կամ թե ինչ եմ պատրաստելու վաղը։ Նա ուզում էր, որ ես նկարագրեի իմ դեմքը, իմ աչքերի գույնը, իմ մաշկի ամեն մի կնճիռն ու խալը, ասես ինքը կույր լիներ ու առաջին անգամ էր փորձում պատկերացնել, թե ով է իր կողքին պառկած։ Սկզբում դա ինձ նույնիսկ ռոմանտիկ թվաց։ Ես սկսեցի խոսել, նկարագրել ինձ, իսկ նա մթության մեջ մատներով հպվում էր իմ դեմքին։ Բայց գնալով այդ խաղը սկսեց սարսափեցնել ինձ։ Ամեն գիշեր, հենց լույսը մարում էր, Արմենը դառնում էր ուրիշ մարդ։ Նա սկսում էր տալ տարօրինակ հարցեր։ «Մարիամ, եթե վաղը ես արթնանամ ու չհիշեմ քո ձայնը, դու կներես ինձ»։ Կամ «Պատմիր, թե ինչպես էիր ժպտում, երբ մենք նոր էինք ծանոթացել, բայց պատմիր այնպես, որ ես տեսնեմ այդ լույսը մթության մեջ»։ Ես սկսեցի նկատել, որ Արմենը ցերեկները դառնում էր ավելի ու ավելի լուռ։ Նա կարող էր ժամերով նստել պատշգամբում ու նայել մի կետի, իսկ գիշերը սկսվում էր նրա մարձավանջային ցանկությունը։ Նա ստիպում էր ինձ խոսել մինչև լուսաբաց։ Նա թույլ չէր տալիս, որ սենյակում լռություն տիրի։ Եթե ես լռում էի կամ քունը ստանում էր, նա սկսում էր դողան։ Նրա ձեռքերը քրտնում էին, շնչառությունը դառնում էր ընդհատվող։ Նա ինձնից պահանջում էր հիշողություններ, որոնք ես վաղուց մոռացել էի։ Մի գիշեր ես չդիմացա։ Վեր թրա տեղիցս, միացրի լույսը ու գոռացի. «Արմեն, վերջ տուր այս խենթությանը։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչու ես ամեն գիշեր ինձ տանջում ես հարցերով։ Ես քո կողքին եմ, ես կենդանի եմ, նայիր ինձ»։ Բայց երբ լույսը բացվեց, ես տեսա մի տեսարան, որը մինչև հիմա աչքիս առաջ է։ Արմենը կուչ էր եկել անկյունում, ձեռքերով փակել էր աչքերը ու լաց էր լինում։ Նա աղերսում էր. «Անջատիր լույսը, Մարիամ, խնդրում եմ, անջատիր։ Լույսի տակ ամեն ինչ սուտ է։ Լույսի տակ ես տեսնում եմ այն, ինչը չպետք է տեսնեմ»։ Այդ օրվանից ես սկսեցի հետևել նրան։ Ես կարծում էի, թե նա հոգեկան խնդիրներ ունի, կամ գուցե ինչ-որ բան է թաքցնում ինձնից։ Մի օր, երբ նա տանը չէր, ես խուզարկեցի նրա գրասեղանը։ Այնտեղ ոչ մի արտառոց բան չկար, բացի մի փոքրիկ հին տետրից, որը թաքցված էր գզրոցի ամենախորքում։ Բացեցի այն ու սիրտս կանգ առավ։ Տետրը լիքն էր ամսաթվերով։ Ամեն օրվա դիմաց գրված էր ընդամենը մեկ նախադասություն։ Այսօր ես մոռացա նրա ձախ հոնքի ձևը։ Այսօր ես այլևս չեմ հիշում, թե ինչպես է նա ծիծաղում, երբ ամաչում է։ Այսօր նրա ձայնը ինձ թվաց օտար։ Ես ոչինչ չհասկացա, մինչև չհասավ վերջին էջին։ Այնտեղ կպցրած էր մի բժշկական թուղթ, անալիզների պատասխաններ էին։ Ես սկսեցի կարդալ բարդ լատիներեն բառերը, բայց վերջում գրված ախտորոշումը հարվածեց ինձ մուրճի նման։ Ագնոզիա։ Հազվագյուտ վիճակ, երբ մարդու ուղեղը դադարում է ճանաչել դեմքերը եւ առարկաները, չնայած տեսողությունը կարող է լինել կատարյալ։ Արմենը կամաց-կամաց կորցնում էր մարդկանց ճանաչելու ունակությունը։ Նա նայում էր ինձ ու չէր տեսնում իր կնոջը։ Նա տեսնում էր պարզապես գծեր, գույներ, անծանոթ մի պատկեր։ Այդ գիշեր, երբ լույսերը մարեցին, ես չսպասեցի նրա հարցին։ Ես ինքս մոտեցա նրան, բռնեցի նրա սառը ձեռքերը ու սկսեցի պատմել։ Ես պատմում էի մեր առաջին հանդիպման մասին, թե ինչպես էր ինքը հուզվում, երբ ինձ տուն էր ուղեկցում։ Ես պատմում էի իմ ամեն մի խալի մասին, իմ մազերի բույրի մասին։ Ես հասկացա, թե ինչու էր նա ուզում, որ լույսերը հանգած լինեն, որովհետև մթության մեջ նա ստիպված չէր տեսնել այն անծանոթին, որին իր ուղեղը մատուցում էր իմ փոխարեն։ Մթության մեջ ես դեռ նույն Մարիամն էի, նրա սիրելի կինը, ում նա հիշում էր իր սրտով, այլ ոչ թե աչքերով։ Բայց ամենացնցողը դեռ առջևում էր։ Մի քանի շաբաթ անց Արմենի վիճակը կտրուկ վատացավ։ Նա սկսեց մոռանալ ոչ միայն դեմքերը, այլև բառերը։ Մի գիշեր նա ինձ խնդրեց մի բան, որը ստիպեց ինձ լաց լինել մինչև առավոտ։ Նա շշնջաց.
Մարիամ, երբ ես այլևս չկարողանամ խոսել, երբ ես նայեմ քեզ ու նույնիսկ չիմանամ, որ դու իմ կինն ես, խնդրում եմ, ամեն գիշեր, երբ լույսը մարի, ձեռքս դիր քո սրտին։ Ես կզգամ դրա բաբախյունը ու կհիշեմ։ Դա միակ բանն է, որ ուղեղս չի կարող խլել ինձնից։ Մենք ապրում էինք այդ սարսափելի սպասումով։ Ես ամեն օր նայում էի նրա աչքերի մեջ ու փորձում էի հասկանալ, նա դեռ տեսնում է ինձ, թե արդեն պատի հետ է խոսում։ Իսկ հետո մի օր եղավ այն, ինչից ես ամենաշատն էի վախենում։ Արմենը տուն եկավ աշխատանքից, նայեց ինձ ու հարցրեց. «Ներեցեք, տիկին, իսկ ուր է իմ կինը, Մարիամը, ես պետք է նրան մի շատ կարևոր բան ասեմ»։ Այդ պահին իմ ներսում ամեն ինչ փլուծվեց։ Ես ուզում էի գոռալ, ուզում էի թափահարել նրան, բայց հիշեցի մեր գիշերային խոսակցությունները։ Ես մոտեցա նրան, լռությամբ վերցրի նրա ձեռքը ու տարա ննջասենյակ։ Ես անջատեցի բոլոր լույսերը։ Սենյակում տիրեց կատարյալ մթություն։ «Արմեն, ես այստեղ եմ», շշնջացի ես։ Նրա ձեռքը սկսեց դողալ։ Նա դանդաղ բարձրացրեց այն ու հպվեց իմ դեմքին։ Նրա մատները սկսեցին կարդալ իմ այտերը, իմ շուրթերը։ Եվ հանկարծ նա շունչը քաշեց։ «Մարիամ, դու ես»։ «Փառք Աստծո, դու եկար։ Ես կորել էի այնտեղ լույսի տակ։ Այնտեղ բոլորը օտար են, բոլորը դիմակներով են, բայց այստեղ ես քեզ տեսնում եմ»։ Այդ գիշեր ես հասկացա մի դաժան ճշմարտություն։ Մենք բոլորս էլ ինչ-որ առումով կույր ենք լույսի տակ։ Մենք նայում ենք արտաքինին, դեմքի գծերին, հագուստին, բայց մոռանում ենք այն էությունը, որը երևում է միայն այն ժամանակ, երբ աշխարհը լռում է ու մթնում։ Արմենի հիվանդությունը դարձել էր մեր սիրո ամենամեծ փորձությունը եւ միևնույն ժամանակ ամենամեծ օրհնությունը։ Նա սիրում էր ինձ ոչ թե այն բանի համար, թե ինչպես եմ ես երևում, այլ այն բանի համար, թե ով եմ ես իրականում։ Բայց պատմությունը սրանով չի ավարտվում։ Ամենացնցողը պարզվեց ամիսներ անց, երբ Արմենն արդեն գրեթե չէր խոսում։ Ես գտա եւս մեկ տետր, որը նա սկսել էր գրել այն ժամանակ, երբ դեռ կարողանում էր։ Այնտեղ գրված էր. «Ես գիտեմ, որ Մարիամը կարծում է, թե ես եմ հիվանդ, բայց ես տեսնում եմ այն, ինչ ինքը դեռ չի նկատել։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ամեն օր մի քիչ ավելի հեռանում իրականությունից։ Ես տեսնում եմ նրա աչքերի մեջ այն նույն դատարկությունը, որը բժիշկներն ինձ համար էին կանխատեսել։ Ես այս գիշերային խաղերը հորինել եմ ոչ թե իմ, այլ նրա համար, որպեսզի երբ նրա աշխարհը սկսի քանդվել, նա ունենա մի խարիսխ, իմ ձայնը, իմ հպումը, մեր մթությունը»։ Ես կարդում էի ու չէի հավատում աչքերիս։ Ես վազեցի բժիշկի մոտ, հանձնեցի բոլոր հետազոտությունները։ Պարզվեց, որ Արմենը ճիշտ էր։ Մենք երկուսս էլ ունեինք նույն գենետիկ հազվագյուտ հիվանդությունը, բայց ինձ մոտ այն ընթանում էր ավելի դանդաղ եւ աննկատ։ Նա առաջինն էր զգացել դա։ Նա իր ողջ ուժը ներդրել էր նրանում, որ ինձ սովորեցնի ապրել մթության մեջ, ճանաչել սիրուն առանց աչքերի, զգալ մարդուն առանց դեմքի։ Հիմա, երբ ես պատմում եմ սա, մեր տանը միշտ մութ է։ Մենք այլևս լույս չենք միացնում։ Դրա կարիքը չկա։ Մենք նստած ենք իրար կողքի, ես բռնում եմ նրա ձեռքը ու մենք զրուցում ենք սրտերի բաբախյունով։ Մարդիկ մեզ համարում են դժբախտ, համարում են խենթ զույգ, որը կորցրել է կապը իրականության հետ։ Բայց նրանք չգիտեն, որ հենց այս մթության մեջ մենք գտանք այն, ինչը շատերը փնտրում են ողջ կյանքում ու այդպես էլ չեն գտնում պայծառ լույսի տակ։ Ամուսնուս գիշերային տարօրինակ ցանկությունը, որը սկզբում ինձ սարսափեցնում էր, դարձավ իմ փրկությունը։ Նա ինձ սովորեցրեց, որ լույսը երբեմն կուրացնում է, իսկ մթությունը բացում հոգու աչքերը։ Եվ հիմա, երբ ես պառկում եմ նրա կողքին ու լույսը մարում է, ես չեմ վախենում, որովհետև ես գիտեմ, քանի դեռ ես զգում եմ նրա շնչառությունը, ես երբեք մենակ չեմ լինի այս անդեմ աշխարհում։ Սա մի պատմություն է սիրո մասին, որը հաղթեց բժշկությանը, հաղթեց մոռացությանը եւ նույնիսկ հաղթեց խավարին։ Մի վախեցեք լռությունից եւ մթությունից։ Երբեմն հենց այնտեղ է թաքնված ամենամեծ լույսը, որը երբեք չի մարում։